Ես կարող նստել եմ։ Ուր ես եկել։ Շատ եմ սիրում։ Մերկադոնա եմ եկել։ Մերկադոնա ես եկել, խանութ ես եկել։ Ինչ ես առնելու։ Մի հատ բաներ։ Մի հատ բաներ։ Հա։ Խանութից հետո ուր ես գնալու։ Մակդոնալդս։ Մակդոնալդս են գնալու։ Հա։ Գնալու ենք։ Ցաները չես կարող։ Դե դիր մեջը, կարոյի մեջ դիր։ Հա։ Դնում ես։ Ամենավանը շպրտելու է։ Նայեք։ Ուզում ես։ Հա։ Պալիտոսա։ Նայեք։ Palitos, էլի palitos Ահա։ ու նազա։ Ահա, դե դիր։ Ու կուտելու ենք։ Ուտելու ենք։ Կուտելու չէ, ուտելու ենք։ Ուտելու ենք։ Ուտելու ենք։ Ապրելուսին։ Յոգուրտ ես ուզում։ Հա։ Ես փոքր աղջիկ եմ։ Փոքր աղջիկ ես։ Դու աղջնակ ես։ Փոքր աղջիկ։ Աչիկ ես, աչիկ։ Սիրասները ո՞րն են։ Հա, վերևն է կա։ Ես չէի տեսա, որ վերևն է կա։ Էս։ Էս խնձորու բանան է։ Ու վсё։ Հաստատ։ Կարող է դի վերցնես։ Արի մի հատ է ելակ բանանա վերցրու։ Հա։ Որը ուզում ես։ Վերցրու, էդի վերցրու, չի հասնում բոյը։ Նա չես ուզում էդի։ Լալիլա։ Ինչ։ Լիլա։ Լիլան է ուզում բանա։ Այս բանան, ելակ։ Էդի ուտելու ես հաստատ։ Հա։ Հարանդանոսա, ելակա։ Ուտելու ես չէ հաստատ։ Գելակ, արանդանոս, բանանա, ֆրեսա։ Ահա։ Խնձոր, բանանա, Ահա։ կաթ, բանան, ֆրեսա։ Ես տա։ Ու բանան, ֆրեսա։ Ֆրեսայի հայերենը ոնց է։ Ֆրեսան հայերեն ասա հələ։ Է։ Գելակ։ Հոպրո։ Դե հիմա միզմոն էլ հայերեն ասա։ Միզմոն ոնց է։ Ֆրեսա։ No, վրասացիր միզմոն։ Նույն։ Միզմոն ինչ է նշանակում։ Նույն, ապրես, հայերեն ասա։ Թո իմացել եմ։ Հիմա երկուսն է վերցնում ենք։ Բոլորը վերցնում ենք։ Բոլորը վերցնում ենք, չէ՞։ Հա բոլորը իրան ամիգոները։ Ամիգոները գնացինք դա։ Всё, ամիգոները ինչեր են։ Ընկեր։ Հայերեն։ Ընկերները։ Ընկերները։ Ընկեր չի։ Ընկեր, ապրես։ Ոչինչ, elə դու շատ ունես սովորելու բալես։ Ընկերները։ Ապրես։ Հա, դա։ Իջնում է։ Արեցիր քո առևտուրը։ Ու արեցինա։ Կգնես լավ։ Հետո տոնը ցույց կտանք, հա, ինչ ենք առել։ Ահա, տոնը ասա ցույց կտանք ինչ ենք առել։ Հա? Այսօր մենք փոքրիկ հյուր ունենք, չէ՞։ Սիրելիներս արդեն տուն ենք վերադարձել։ Ես ոնց որ ձեզ չեմ ողջունել, մոռացել եմ արդեն ողջունել եմ, թե չէ, երևի չէ, որովհետև այսօր վլոգը սկսեց Լուսին, մեր փոքրիկ հյուրը։ Ողջունում եմ ձեզ սիրելիներս ու հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ ձեզ մոտ լավ է։ Գնացինք խանութ, դրանից հետո գնացինք Մակդոնալդս, չեմ նկարել Մակդոնալդսում, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հիմա վերադարձել ենք տուն։ Հիմա ցույց տամ, թե ինչ գնացինք Մերկադոնա, Լիդլ ենք մտել, Լիդլում չեմ նկարել, բայց ցույց կտամ ինչ են գնել։ Ցույց տամ հիմա Մերկադոնայից ինչ գնումներ ենք կատարել։ Քանի որ այդքանը շատ չէր, միանգամից այստեղ այսպես շարել է արդեն։ Գնացինք բանան։ Այստեղ տեսակ Լուսին ընտրեց իր յոգուրտները, ճիշտ է, ավելի մանկական է, բայց դուրը գալիս է ուտում հաճույքով։ Սա գնեցինք, սա պանրային ձողիկներ, հալած պանրի նման ինչ-որ մի բան է և ձողիկներ ունի։ Հա, այսպես, սա էլ է իրան ընտրածը, արդեն բացել է։
Այստեղ թուզ, այստեղ գնել ենք այսպիսի անանաս, ատուն, հայերեն թունաձուկ, այստեղ հունական յոգուրտ, սովորական յոգուրտ, մածունը և յոգուրտների տեսականի, գնել ենք վարունգ, բուլղարական գունավոր պղպեղներ, տոմատի ավելի շատ խփած լոլիկ կարծես լինի սա, ոչ թե տոմատ է, այստեղ ծիրան, որը մի փոքր քաղցր է, եթե հասած է, բայց անհամ, կեղես ենք գնել, այստեղ դրագոն ֆրուտ, բայց սա մերկադոնայից չենք գնել, սա սովորական խանութից ենք մրգի գնել, սա և այստեղ մոցարելա հալած կերած պանիր, այսքանը ոնց որ մերկադոնայի գնումներից էր։ Մտել ենք նաև Lidl խանութ, ճիշտն ասած Lidl-ում չեմ նկարել, չունեինք այդքան առևտուր գնումներ կատարելու, սմբուկ էր պետք գնել, Lidl-ում ամենահարմար սմբուկներն են, մյուս տեղ խանութներում ճիշտն ասած ձևը ավելի խորովելու համար է, իսկ սա հարմար է, Lidl-ում վատը չի լինում սմբուկները, լավն է լինում։ Սա այստեղ պղպեղ, սովորական կարմիր պղպեղ, լոլիկ, մերկադոնայում լոլիկ չկար, Lidl-ից ենք գնել, սա և իհարկե լուսի համար այսպիսի կանֆետ, որ արդեն հասցրել է բացի, այստեղ պղպեղ սովորական, այսպես երկար, բայց ոչ գծու չի սրանք, քաղցր են, մեր պղպեղների նման չի, և ինչ են գնել ջուր են գնել, այդ ցույց չտամ, այսքանը մեր երեկվա գնումներից։ Այստեղ էլ ժողովուրդ ջան ամուսնուս խոզի միս է գնել, հիմա բաստուրմա ենք դնում, ուզում ենք մի փոքրիկ բան կազմակերպենք, պիկնիկի նման երևի, չգիտեմ ոնց կստացվի ընկերներով, հիմա այստեղ բաստուրմա է դնում, բայց ինչ-որ առաջին անգամ ես բաստուրմա դնում գակ։ Չէ, առաջ անգամ չի, ավանդական սող, կարմիր բիբար, աղ, ռեհան չորացրած և Իմ պապան վրեն էր ցանում, ցիտրոն չէր լցնում։ Ես չգիտեմ, ես տեսել եմ մանկուց, որ իմ պապաս դնում էր կարմիր բիբար, սող, սև բիբար, ու վերջ։ Իդեպ ասեմ, պապա շատ սխալ արել։ Խորովածին սև բիբար չեն լցնում։ Սև բիբարը ինչի չեն լցնում։ Որտեղ սևացնում է գույնը։ Մի խոսքով այստեղ հիմա այսպես լցրել է ամանի մեջ, կարմիր պղպեղ, սող և ռեհան, ծիտրոներ ես լցրել, մի փոքր է չոր ռեհան ու ծիտրոն, ու հիմա խոզի միսը այսպես շարում է։ Եվ նորից։ Բաղը։ Հիմա ջան, կարելի է աղը բիբարից հետո լցնել։ Հա, լավ, թույլ եմ տալիս, կարելի է։ Դե լավ է, որ թույլ եք տալի։ Հիմա էլ աղն ավելացնում։ Սոխը։ Սոխը առատ պետք է լինի։ Նա էդի գիտեմ, որ առատ պետք է լինի։ Բայց այդ հարցը մենք անդրադառնանք, թե ինչի է պապա սև բիբար արել։ Իմ հիշելով սև բիբար անում է, որովհետև սև բիբար առանց սև բիբարի ինձ թվում է ոչ մի կերակուր համով չլինում։ Այդ իմ կարծիքն է, չգիտեմ, սև բիբարը դա կլասիկա է։ Խորովածի ինչ-որ մի բան չկա։ Օրենք չկա, ոնց մարինատանին է, ես չեմ հասկանում այն տեսակները, որ մարդիկ բան են անում, կիվի են լցնում վրեն, լցնում են, որ սմետան, այդ տավարի մսին են լցնում, որ փափուկ լինի, կակ։ Դե շատ ռուսներն են այդտենց օգտագործում։ Ես գերադասում եմ կարմիր բիբար, աղ, ռեհան,
ամենաշատը որ կարելի է ասենք օգտագործել մի քիչ լիմոն, լիմոնի հյութ։ Այստեղ խոզի մսի պետք է որտեղ մանավանդ այս մսին էսի փափուկա միսը ավելի լինում։ Իսկ արդեն խորովածը թե սեպկայի վրա են անում, թե կարող է և շամպուրների կանաչին հանում ես, հետո նոր խորոված ունում։ Դե կանաչին չհանես կվարվի։ Հա դե միանշանակ։ Կեր պատրաստ է, ինձ թվում է, բայց աղը քիչ է։ Մի քիչ էլ է լեցրու, որովհետև Իսկ ավելի լավ չէ, այդ մի քիչ լինի, քան թե չէ, եթե աղը ինչ-որ մի բանի քիչ է լինում, շատ չի լինի հաստատ։ Իմ կարծիքն է, եթե աղը ինչ-որ մի բանից պակաս է լինում, ուրեմն կերակուրը անհամ է։ Ճիշտ է, շատ աղ չի կարելի օգտագործել, բայց չափի մեջ անալի, չգիտեմ, չափի մեջ համեղ է լինում, կերակուրը անհամ է լինում, եթե աղը քիչ է։ Ուտել իմ խաթր։ Այո։ Վերջ։ Ոնց որ։ Հիմա այսպես փակում եմ և դնում սառնարան։
ավազ չկա։ Ավազ չկա դեռ։ Չէ, այդտեղ ավազ չկա, դա սարերի մեջ է։ Բայց էլի այն գեղեցկությունը չկա, որը որ կա մեր Հայաստանում, ասենք մեր մոտ հասկացողությունը քաղաքից դուրս, նշանակում է քաղաքից դուրս մի անտառում, մի գողտրիկ տեղ, սիրուն, սարքած, ասենք չէ, մաղալներով, որ ասենք շատ ենք գնացել ու շատ նման չեն ընդհանրապես, նման չեն։ Մեր մոտ ըստեղ լրիվ հակառակ պրոցեսներ է տեղի ունենում, այսինքն ինչու՞մ։ Մեր մոտ աշխատում են որակի եւ ասենք սպասարկման որակի, տեղի գեղեցկության, ճաշակով կահույքի կամ բանի համար, իսկ ըստեղ դրա կարիքը ընդհանրապես չունեն, քանի որ այնքան հաճախորդ ունեն, որ չի հասցնում։ Հայաստանում չկա։ Մի խոսքով գնում ենք մեր կիրակին վայելելու, ձեզ էլ միասին մեզ հետ տանում ենք։ Հիմա ձեզ ցույց կտանք եվրոպական սարի թաղը։ Բարսելոնայի Էլ Կարմեն թաղամասի հետը։ Եղանակն էլ այս է մռայլը, բայց տոթա, ահա որ տոթա ավելի, որովհետև խոն այս եղանակին, տոթ եղանակ, մռայլ եղանակին խոնավությունը ավելի շատ է լինում։ Հիմա գնում ենք մեր ընկերներից մեկին վերցնենք ու գնանք խորովածի տեղը։ Այսինքն պիկնիկի ենք գնում։ Մեքենաները քիչ են առայժմ քաղաքում։ Այս ավտոմատ չի քշում։ Ինչպես միշտ շինարարություն այլի։ Հետաքրքիր է, որ բնակելի շենք են կառուցում, շատ արագ է տևում, արագ վերջացնում են, բայց եթե ճանապարհ են կառուցում, ինչպես կոմերցիալ մի քանի տարի կտևի։ Ծաղկում են, շատ արագ են վերջացնում։ Մի քանի ամսում բրծնում են։ Երջանիկ ենք մենք։ Ավտոբուսը միակողմանի ճանապարհ է, հիմա ավտոբուսը ընկավ մեր դեմը ու մեր առջևում ու պատկերացրեք ավտոբուսի հետևից հաճախորդներին հավաքելով գնալու ենք։ Տեսեք ինչքան ավտոները այս կողմից կանգնած են միակողմանի փողոցը։ Այստեղ միակողմանի այսպիսի փողոցներ շատ կան։ Չնայած ինձ թվում ամբողջ Եվրոպայում էլ տենց այլ են նեղ փողոցները։ Ես չի ասի, օրինակ ես Ավստրիայել եմ եղել, Շվեդիայել եմ եղել, Գերմանիայել։ Չի եղել, այսպես փոքր փողոցներ չի եղել։ Պատկերացնում ես մի անգամ ես նույն ընկերոջս հետ մեքենայով գալիս ենք։ Ավտոբուսը կանգնեց, հաճախ մարդիկ իջան, մեր դիմացի մեքենան չէր կարում տեղից շարժվեր։ Կանգնել է, հիմա ուզում է գնա հետա գալի մեքենան, չի կարում առաջ բարձրանա։ Էս ելայելի այդքան դիք չի։ Հիմա այս մասը անցնենք, դուք տեսեք հիմա ինչ դիք է տեղ։ Նոր մենք ենք, ընկերս իջավ, ասեց ես կհանեմ մեքենան, մենակ թույլ տուր։ Հիմա նայեք։ Հիմա տեսեք խեղճ ավտոբուսը։ Կանգնեց։ Հիմա ավտոբուսը որ կանգնեց։ Հետո մոտոցիկլետի վարորդներն էլ ինչպես միշտ վռազ են, շտապում են, ուր չես հասկանում։ Այս կողմից էլ ցույց տուր Էմա ջան, ինչ խիտա բնակեցված։ Ահա որ խիտա բնակեցված, մանավանդ էս հատվածը։
Ես որ մտնում եմ այս թաղամաս, չգիտեմ ինչի ինձ իմ մոտ մի ճնշվածություն առաջ գալի, ոնց որ խեղդ են։ Ես այսքան ճանապարհը գալու շատ եմ նեղվում։ Տեսակ։ Այսենց ամեն կանգառը կանգնելով պետք է գնանք։ Ու Բարսելոնայում շատ մեծ խնդիր է բնակելի հիմա տարածքի համար տուն վարձելու։ Ահա որա։ Մեծ խնդիր է դարել։ Որ թանկ է, դա թանկ է, այդ մի կողմ դրած, բայց չես է կարողանում ջարես։ Մի քանի տարի առաջ այս թաղամասերում անգամ տուն չէինք էլ նայում։ Հա, էլ Կարմել չենք ուզում, Օրտա չենք ուզում, Սանտա Կոլոմա չենք ուզում, չնայած կողքի քաղաքն է։ Եթե ամենաեժան տարբերակներով 300-400 եվրոյով 3 սենյականոց տուն էին վարձում։ Իսկ հիմա չկա, անգամ էդի չկա։ Գրեթե արդեն հասանք։ Բայց Կարմեն եք, չէ՞ մեկար։ Հա։ արդեն տեղ ենք հասել, հիմա գնացել են, որպիսի վճարեն, որպիսի կարողանանք ներս մտնել, մոտավորապես այս տեսքն ունի, այստեղ մեքենաները կանգնում են ու հեն դարպասներից պետք է ներս մտնենք, իհարկե վճարելուց հետո, այստեղ տեսեք այս մարդիկ այսպիսի հարմարանքով ներս են տանում իրենց այստեղ ու հիմնականում գիտեք ինչքան իմ հիշելով, իմ իմանալով, չնայած բոլոր տեղերը այդպես է, ժամը 9-ից մինչև 6-ն է, 6-ը ամենաշատը ժամը 7-ը, դրանից հետո փակվում է, հետաքրքիր է, չէ, մեզ մոտ Երևանում, Հայաստանում, մինչև ուշ երեկոյան կարող ենք մնալ, այստեղ ոչ։ Այսօր օրը կիրակի է, ես թվում է ահագին մարդ է լինելու։ Լավ, մի փոքր հով է, այստեղ մանավանդ, քանի որ Բարսելոնայից դուրսը ավելի վերև ենք բարձրացել, այստեղ ավելի հով է, քամի է։ Այդ մի բանը լավ է, բայց արևա դուրս գալիս։ Տեղ ենք հասել արդեն, հիմա այստեղ դրակն են վառում, որպեսզի բանջարեղենը խոնովենք, որից հետո միսը։ Հեսա մոտավոր ինչքան կարողանամ ձեզ տեղանքը ցույց կտամ։
Այստեղ խորովածը անում են այս կողմում։ Այսպեսի տեսքն ունի մոտավոր, ուղղակի այստեղ մի քիչ երաժշտությունը բարձր է, աղմուկը շատ է, չգիտեմ, կարող է լավ չլսվի ձայնս։ Միկրոֆոնը չեմ վերցրել, չմտածեցի, որ այս կլինի այսպես։ Այսպեսի ամենավատն են, որ իրար շատ մոտիկ են նստում։ Ահա որ մոտիկ։ Այս կենդանիները կան։ Տեսեք են կողմում խորոված են անում, այս կողմում վայելում են։ Այս կողմում է այսպեսի ռեստորան կա ու մի փոքրիկ հատված երեխաների խաղալու համար խաղահրապարակ կա։ Այստեղ գրված է ժամերը եւ գնացուցակը։ Մենք քանի որ եկել ենք առավոտյան, մեր հերթը մինչև ժամը 2-ն է, կարող ենք մինչև ժամը 2-ը խորովածն անել, երկրորդ հերթը արդեն 2-ից 5-ն է։ Գնացուցակն էլ սա է, խորովածի համար 10 եվրո է, գրիլի համար, գրիլը չգիտեմ որ տարբերակն է, 5 եվրո։ Մենք հավանաբար 10 եվրոն ենք վճարել, որովհետև բարբակոա ենք անելու, խորոված ենք անելու։ Այսպեսի, այստեղ մինչև 7-ն է բաց։ Այսինքն մենք վճարել ենք մինչև ժամը 2-ի համար, առաջին հերթը մինչև ժամը 2-ն է։ Ճիշտ ասած, մենք այստեղ երկար մնալու միտքեր չունենք, այդպես էլ նախատեսել էինք խորովածը որպեսզի անենք ու գնալու ենք ծով։ Հիմա գնամ տեսնեմ ուր են հասել խորովածի գործերը։ Այստեղ ուր ենք հասել արդեն Բանջարարանը խորովել են։ Գրած էր արդեն առաջին հերթը կոմպլետոյա։ Հիմա ինձ ուղարկել են այստեղ ջրի, պետք է այս ամենով ջուր բերեմ մի քիչ։ Հիմա գտնեմ, հա հենա գտա։ Այսա ցույց տամ որտեղ եմ։ Որը վճարումն էլ այստեղ են կատարում։ Սա էլ ջրի տեղը։ Այս հատվածում էլ այսպեսի մեծ խաղահրապարակ կա։ Կարող են ֆուտբոլ խաղալ, բասկետբոլ խաղալ։ Այստեղ արդեն մի փոքր մեծերի համար է նախատեսված։ Այն կողմերը չգիտեմ ճիշտ ասած բան կա թե չէ, բայց մարդիկ այն կողմերից գալիս էին։ Ուրեմն այսօր ժողովուրդ ջան, բացի այն, որ մենք եկել ենք մեր կիրակին վայելենք, ուրախանանք, խոսքով լավ ժամանակ անցկացնենք, ինձ համար եւս մեկ կարևոր, չգիտեմ, այսօր հունիսի 15-ն է, ու իմ համար ամենակարևոր օրերից մեկն է, որովհետև իմ ամենաթանկ մարդու ծնունդն է այսօր, իմ մամայիս։ Ու արդեն 5.5 տարի է ես հերվից եմ շնորհավորում իմ մամայիս ծնունդը, հուսով եմ Աստծո հաջողությամբ շատ շուտով ես կշնորհավորեմ ու կգրկեմ իմ մամային։ Ուզում եմ ձեր թույլտվությամբ շնորհավորեմ իմ մամայի ծնունդը, ցանկանամ, որպեսզի ապրի երկար տարիներ, շրջապատված լինի իր բալիկներով, թոռներով, հարազատներով ու երկար վայելենք իր ներկայությունը, միշտ առողջություն, մամ ջան քեզ, երկար տարիների կյանք։ Շնորհակալ եմ, որ դու իմ մաման ես, շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեզ կյանք պարգևելու համար, անհոգ մանկություն պարգևելու համար, քո տված սիրո, քո բարության, քո հոգատարության ու ջերմության համար։ Ուզում եմ, որ դու միշտ առողջ լինես։
Հանձինս իմ մամայի ուզում եմ բոլոր մամաներին ցանկանալ առողջություն, եղեք մամաներ ջան, առողջ, որպեսզի ձեր երեխաներն, ձեր զավակներն լինեն երջանիկ եւ ուրախանան, ուրախ լինեն։ Իսկ ումծննդյան օրն է այսօր, հունիսի 15-ին, բոլորին շնորհավորում եմ ու մաղթում եմ առողջություն եւ երջանկություն։ Լսի խորովածն ենք անում ու այստեղ մեր կողքը չինացիներ են, ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչ տիպի է իրանց խորովածը, տեսեք ամեն ինչը փայտիկների վրա բանջարեղենից սկսած։ Ամեն ինչ խորովում է, ծաղկակաղամբը, կանաչիները, այս պղպեղի մեջ չգիտեմ ճիշտն ասած ինչ է։ Այսինքն խոսքով այնքան բազմազան է իրանց ուտելիքը։ Այստեղ էլ արդեն պատրաստ է մեր խորովածը։ Ինձ թվում է իրանք մերն են նայում, մենք իրանքն ենք նայում չինացիներինը։ Ասում նկարեմ, ես ինչ են խորովել։ Ինչ են խորովել։ Ինչ են խորովել, բայց շոր մի բան խորովել են, իրանք է մերն է զարմացած նայում։ Են կողմում էլ իրանց ուտելիքներով, այդ փայտիկի վրա որ կա, ֆոտո են արվում, ինքն հետաքրքիր է։ Երիտասարդներ են բոլորը, ահագի երիտասարդներ կա։ Ժողովուրդ ջան, սա էլ մեր խորովածը, ամենահայկական ու համեղ խորովածը։ Բոլորից բարի ախոշակ։ Այստեղ էլ պատրաստ է աշխարհի ամենահամեղ ուտելիքը՝ խորոված սմբուկ, պղպեղ եւ լոլիկ։ Մի փոքր համեմ, սող, աղ եւ պատրաստ է։ Մի փոքր սև պղպեղ է ավելացրել։ Ու պատրաստ է ամենահամեղ ուտելիքը։ Հասած արդեն կարմրել ու վարվել եմ, քսել եմ գրեմ, բայց չգիտեմ, չոքնեց։ Ճիշտ ասած մի քիչ քամի է, ոնց որ կարծես թե ծովում մի փոքր ալիքոտ է։ Ճիշտ տեղին դրոշ են դրել բարձրացրել, բայց ալիքոտ է։ Եթե կհարցնեք որտեղ ենք, եկել ենք Կաստել դե Ֆես։ Կաստել դե Ֆես ենք եկել։ Տեսեք այստեղ ինչ մանր է ավազը։ Այլ է ասում այս կոմիտետի առակոնակնացում է ասում նա մանր ավազը։ Ով լավ ալիքոտ է։ Ու մի փոքր է սառնը։ Բայց ահագին լողացողներ կան։
Այստեղ էլ աղազից ինքնաթիռ են պատրաստում։ Պատրաստան վերջացնել, տեսնեք ինչ են անում։ Ոնց է ստացվում։ Ահա սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով ավարտում եմ իմ այսօրվա տեսանյութը։ Շնորհակալ եմ, որ տեսանյութը դիտեցիք մինչև վերջ եւ ձեր օրը անցկացրեցիք մեզ հետ։ Իսկ ես ձեզ այսօր հրաժեշտ եմ տալիս, ինչպես միշտ ասելով, մնացեք բարյավ եւ խաղաղ։ Thank you.